Բարլույս էլի բարեկամներ, ողջունում ենք ձեզ մեր Տեր Հիսուսի անունով այս հրաշալի օրը Տիրոջ նվերն է մեզ համար լույսը բացվեց եւ նորից մենք արթնացանք եւ բնականաբար մեր առավոտը մեր սկիզբ օրվա պետք է սկսենք լույսով իսկ լույսը դա Տիրոջ խոսքն է այսօր մեզ միացել է մեր սիրելի Շահեդ Բեկմեջյան եղբայրը Մոնտրեալից նա հոգեվոր գործիչ է իմ հարազատ ընկերս որին շատ սիրում եմ եւ շատ կապված ենք իրար հետ բավական երկար տարիներ եւ այսօր նորից առիթ ունենք իր հետ միասին սկսելու մեր օրը եւ Աստծո խոսքը որ ինքը պետք է բերի այսօր լսելու եւ վերլուծելու Շահեդ ջան բարի լույս եղբայրս շնորհակալ եմ որ միացար մեզ բարի լույս եղբայրս բարի լույս քույրեր եւ եղբայրներս միշտ ուրախ եմ ոսալալու իրարու հետ Մի անգամից ասենք թեմային եւ կուզեի սա ասել հետաքրքիր բան կա լուսասեր մարդկանց տեսակ եւ կա խավարասեր մարդկանց տեսակ ովքեր սիրում են խավարը որ նրանց գործերը չբացահայտվի այդպես ասում Հովանեսը բայց նրանք ովքեր լուսասեր են նրանք սիրում են լույսը եւ սիրում են գալ դեպի լույսը եւ լուսավորվել եւ այսօրվա խոսքն էլ հենց կարծես լույսի մասին է Աստված քեզ պիտի լուսավորե այդպես է վերնագիրը եւ սիրով քեզ լսում ենք եղբայրս ինչի մասին է խոսքը Alright. Ուրեմն այսօրվա մեր թեման է Աստված քեզի պիտի լուսավորե եւ այդ լուսավորումի մասին որ պիտի խոսենք այսօր անպայման այս ցանկի մեջ չէ բայց մեր մահեն հետո հաճախ իբր հավատացյալներ կմտածենք եւ կփորձենք հասկանալ քալիք իրականությունները կամ մահեն անտին ինչ մեզի կսպասե եւ այսօր բիտնայինք այդ լուսավորումի մասին որ խոստում մնե որ Հիսուս տվավ ամեն մեկ հավատացյալի որ ցանկե անտին Աստված մեզի պիտի փառավորե այսինքն մեր մարմիններուն որոշ փառք պիտի դա որ այսօր չունի մեր մարմինները եւ մեր անձերը մեր էությունը միայն ոչ թե մեր մարմինը բայց մեր ամբողջ էությունը եւ այս փառավորության մաս կգազմե գադարիալ լուսավորումը որ դերը մեզի պիտի դա ուրեմն այս թեմայի շուրջ պիտի լա այսօր մեր զույցը եւ նպատակս ուրեմն սկսենք նպատակս հետեւյալն է որ հավատացյալը հույսով լեցվի որ մահեն եւ քերեզմանեն անտին մենք պիտի ապրենք հարությունը եւ այդ հարությունը լուսավոր եւ փառավոր պիտի լա եւ ասի պետք է մեզի հույս տա աբակային նկատմամբ եւ ոչ թե միայն հույսը քերեզմանեն անտին բայց նույն ծավով այդ հույսը որոշ չափով կգնանք օգտագործել որ հավիտենականության այս կողմնալ որոշ չափով սոլանք այդ լույսը այդ փառքը որ դերոջի միջոցով մենք շնորհք ստացանք Այսինքն Շահեդ ջան այսինքն ուզում ես ասես որ հիմա մեր ֆիզիկական կյանքում մենք լուսավորվելու ենք որպեսի հավիտենության մեջ է լույսի մեջ լինենք այդ իմաստով ոչ այդ իմաստով բայց հետեւյալ ցեողերն անսեր բայց եւ որ նյութի մեջ մտնանք հստակ պիտի լա քանի որ աբակային մեջ մենք գադարիալ լուսավորված պիտի լանք եւ քանի որ այդ կորձը Հիսուս պիտի ինե աբակային Հիսուս այսօր մեզի Սուրբ Հոգին տված է եւ ասի գիտնալով գրնանք այսօրալ այդ շնորհքի չափով որ մեզի դրված է գրնանք մենգալ արդոնել որ Հիսուս լուսավոր է օրեօր ալավելի մեր կյանքը բայց երբ մտնանք թեմայի մեջ ավելի հստակ պիտի լա քանի որ այսի թեման է որ շատ չենք խոսիր կխոսենք որ հավատացյալը պետք է լույսի մեջ քալե այո այդ թեման ասենք հաջող կլսենք եւ այլն բայց լուսավորումի ասենք աստվածապանությունը կամ թեմաները շատ չենք խոսիր այսինքն որոշ չափով գիտենք որ հարություն մգա մահեն հետո բայց նույնիսկ շատեր չեն մտածեր որ մենք քերեզմանի մույս կողմը օրը պիտի կա որ երբ պիտի ստանանք հարուցյալ մարմինը ուրեմն մենք ասենք
ամբողջ հավիտենականությունը իբր հոգի բիչի ապրինք, բայց պիտի ունենանք նոր մարմիններ եւ այս նոր մարմինը լուսավոր մարմին մը պիտի լա եւ հիմա պիտի սկսենք եւ պիտի նայենք ինչ կնշանակի որոշ չափով որ ասո խոսքը մեզի գլուսապանե այս նյութի վրա պիտի նայենք ինչ կնշանակի ասի այսօր եկեք սկսենք հետեւյալ համարով եթե հայրս կրնաս փանալ Մատթեոս 13:43-ը եւ Միջ կփանաս Մատթեոս 13:43-ը ասենք փասադրեմ քիչ թե շատ ինչ կլա այս համարեն քիչ մարաջ Հիսուս դարբեր արակներ գուտա եւ արակներեն մեկը ծորենի եւ որոմի արակն է եւ շատեր չեն հասկնար ինչ կնշանակի այս արակը ուրեմն հետո Հիսուս իր աշակերտներուն հետ կփասադրե եւ մանրամասությամբ իրենց գոքնե որ շիդակ մեկնաբանեն եւ հասկանան այս արագի իմաստը ինչ է սորենի եւ որոմի եւ Հիսուսի այս փասադրութենը հետո այս շատ հետաքրքիր համարը Հիսուս մեզի գուտա խոսքը մեզի գուտա որ Մատթեոս 13:43-ի մեջ գրված է եթե գրնաս կարդալաճիս Այն ժամանակ արդարները կծակեն ինչպես արեգակը իրենց հոր արքայության մեջ ով լսելու ականջունի թող լսե Շարունակեմ Ուրեմն չէ միայն այդ համարը Ուրեմն հետաքրքիր է Հիսուս կփասադրե ծորենի եւ որոմի ուրեմն ծորենը Աստծո թագավորության որդիներն են որոմը թշնամին գուքայև գծանե եւ այդ արդի դերը իրեն աշխատավորներուն գսե այո թշնամին որոմը ցանեց բայց գսե թող հոտ մնա օրը պիտի կա հնսումի օրը որ ամեն ինչ պիտի հնցենք եւ այն ադեն պիտի բաժնենք ծորենը որոմեն որոմը պիտի այրենք եւ գիտենք ծորենին հետ ինչ պիտի ինենք As ամենը ասելեն հետո Հիսուս գամփոփե ասելով այն ադեն ուրեմն այդ հունցքի ադեն այդ վերջին օրը արդարները այսինքն Աստծո զավակները անոնք որ իրենց վստահությունը Հիսուսի մեջ դրած են Աստծո ժողովուրդը իրենք պիտի փայլին գսե արևի նման իրենց հորը թագավորության մեջ եւ ինչ որ Հիսուս խոսքսե իրականության մեջ նոր խորհուրդ մը չէ բայց մեջբերում գնե Դանիելի մարգարեութենեն եւ ուրեմն եթե հիմա հոտ կրնանք երթալ եւ հոտ քիչ ավելի դեղեցություն ունենանք այս լուսավոր հարության մասին ուրեմն եթե կրնանք երթալ Դանիելի վերջին գլուխը 12 եւ եթե կրնաս կարդալ երկրորդ եւ երրորդ համարները ուրեմն Դանիել 12 երկրորդ եւ երրորդ համարները Եվ երկրի հողումը գնացողների շատերը պիտի զարթնեն ոմանքի հավիտենական կյանք, իսկ ոմանքի հավիտենական նախատինք եւ անարգանք, եւ իմաստունները պիտի փայլեն երկնքի հաստատության լույսի պես եւ շատերին արդարության առաջնորդողները աստղերի պես հավիտյանս հավիտենից։ Ինչ լավ։ Ուրեմն գտեսնենք Հիսուս մեջբերում գներ Դանիելի մարգարեության, որ ամենահստակ խոսքն է 5 դագարանին մեջ, որ գխոսի հարության մասին։ Եվ ուրեմն Դանիելի մարգարեության մեջ շատ հստակ ձևով նույնիսկ 5 դագարանին մեջ դերը մեզի գսեր, որ այդ օրը գա, ուր ամեն մերելները հարություն բիդարնեն, որոշ հավիդյանս հավիդենից թադաբարդության նախադինքի եւ ուրիշներ բիդի փայլին ասխերու եւ արևի նման եւ հոս Հիսուս կխոսի արդարներու մասին կսե արդարները բիդի փայլին հոս կսե անոնք որ շատերու գդարձնեն թեբի արդարություն կսե անոնք ասխերու նման պիտի փայլին հավիդյանս հավիդենից ուրեմն եկեք սկսենք հաստատելով հետևյալը եւ այս հիման վրա պիտի սկսենք շինել այսօր առաջին հերթին հարություն մգա մահեն հետո
Ուրեմն մահը վերջը չէ, մահը բարձաբես այդ ժամանակն է, որ այս ներգա շրջանի մեջ, որ մենք գաբրինք, գվերջանա, եւ մենք կերտանք ուրիշ շրջանի մեջ։ Մեր կյանքը գտնվի քալիք ժամերու մեջ, քալիք ասենք շրջանի մեջ։ Եվ շատ հստակ է այս համարի հիման վրա, որ երկու ընդրություն կա, այսինքն երկու աբակա կա, ոչ երեք։ Անոնք, որ ընդրեցին խավարը, Աստված իրենց պիտի հանցնե հավիդյանս հավիդենից խավարի, եթե մեկը գուզե խավարի մեջ ապրիլ, Տերը գսե, եթե քո ամբողջ այս կյանքդ ապրեսար իբր խավարի որդի, ուրեմն հավիդյանս հավիդենից քեզի պիտի հանցնեմ խավարի։ Քո ընդրությունը դե, քո որոշումը դե, ուրեմն այս է հետևանքը, բայց անոնք, որ գփանան իրենց սիրտը Աստծո, այս անձերը հավիդյանս հավիդենից ոչ թե պիտի ապրին լուսավոր դեղմը, բայց պիտի լուսավորվին։ Իրենք պիտի, այո, եւ իրականության մեջ, լույսի մեջ պիտի ապրինք եւ պիտի տեսնենք ադի ինչ կնշանակե, առավել մենք պիտի լուսավորվենք։ Եվ հետևյալ բանը հոսք կտեսնենք, որ Աստծո զավակներու հատկություններն մեկը ան է, որ լույսի զավակները գբերեն լույսի բդուղներ։ Ուրեմն անոնք, որ շատերու առաջնորդեցին թեպի արդարություն, պիտի փայլին հավիդյանս հավիդենից։ Եվ Հիսուս ինչ ասավ, արդարները պիտի փայլին արևի նման իմ հորս, իրենց հորը թագավորության մեջ։ Ուրեմն, եկեք այս հիման վրա սկսենք շինել։ Հաճախ անձերու կհարցնեմ, ինչ պիտի բադահի, երբ դու մեռնիս, կամ ես մեռնիմ, ինչ կլա, երբ մենք կմեռնենք։ Բադասխան մգա, որ ես գադեմ, եւ ընդհանրապես շատ անգամ այս բադասխանը գլսեմ, անցիկ կսեն, մեր մարմինները պիտի մեռնին եւ մեր հոգին հավիդյանս հավիդենից պիտի երթա թեպի երկինք։ Եվ իրականության մեջ ասի իրական չէ եւ ասի սուպրային չէ, Biçer tank շատ այս նրբության մեջ, քանի որ այսօրվա մեր նյութը ադի չէ, բայց երբ Սուրբ Քիրքին նայենք, Աստված չխոստացավ փրկել մեր հոգիները։ Աստված խոստացավ փրկել ամբողջ ստեղծագործությունը եւ անցյալին երբ Աստծո թագավորության մասին խոսացենք, քիչ մեջ փերում փերացենք այս թեմաներուն մեջ, բայց Աստված խոստացավ փրկել մեր ամբողջ էությունը եւ ամբողջ ստեղծագործությունը։ Ուրեմն նույնիսկ եթե մեղքի պատճառով մեր մարմինները պիտի մեռնին, օրը պիտի կա, որ երբ եւ առաջին Կորինթոս 15-ը բավական կբացատրի ասոր մասին, կսե մեղ ուր է քու խայթոցդ եւ հոդ է ուր մեղ կգնգղմի Քրիստոսի գադարյալ հաղթության մեջ, երբ մենք պիտի ստանանք նոր եւ հարուցյալ մարմիններ։ Ուրեմն այն ադեն է, որ դերը պիտի փաստե մեր միջոցով, որ մեղքը եւ մեղքին հետևանքը որ մահ է չգրծավ հավիդյանս հավիդենից իշխանություն ունենալ մեր մարմիններով վրա։ Ուրեմն մեր մարմինները պիտի ստանան այդ նույն հաղթությունը, որ Հիսուսի մարմինը ստացավ, երբ ինք հարություն արավ։ Ուրեմն ինչու այսօր ուզեցի այս թեմայի մասին խոսի, որ շատ չենք խոսել այս թեմայի վրա, քանի որ հաճախ երբ Աստծո ժողովրդի հետ կխոսիմ, շատերու մեջ գսկամ եւ շատեր գխոսվանին, որ որոշ վախ կամ մտավախություններ ունին աբակայի մասին։ Ընդհանրապես, քանի որ բաներ կա, որ չենք գիտեր աբակայի նկատմամբ։ Այսինքն մեր այսօրվա կյանքը մեզի համար սովորական դարձած է եւ գրնանք հասկանալ։
Բայց երբ աբակայի մասին կմտածենք, հավիտենականություն, որոշ անցիկ կսենք ժամացույց պիտի լա, բիչի լա, նյութական պիտի լա, բիչի լա, ինչ կնշանակե հոգևոր իրականություն, ինչ կնշանակե երկինք, այսինքն բաներ են, որ գրնալա դժվար է հասկանալ այսօրվա մեր իրականությունով։ Բայց Սուրբ Գիրքը մեզի կխոսի աբակայի մասին, ամեն ինչ չի բացատրեր, բայց որոշ չափով բացատրություններ մեզի կուտա, ինչու համար, որ հավատացյալը ունենա հույս, եւ այդ հույսը, որ ես կտեսնեմ, Աստծո խոսքի մեջ, ան է, որ հավատացյալը պետք է հույս ունենա, որ աբական շատ ավելի լավ է մեր ներկայեն, ուրեմն որ չափ որ կսիրենք մեր այսօրվա կյանքը, նույնիսկ եթե կատարյալ չէ, նույնիսկ եթե մենք կատարյալ չենք, նույնիսկ եթե ամեն ինչ մեր ուզածին պես չստացվի եւ այլն, նորեն աբական ալ ավելի լավ է մեր ներկա կյանքեն եւ աբական անփախտադելի է, այսինքն որ չափ ավելի լավ է, այսինքն գրգին անգամ լավ չէ, շատ ավելի, այսինքն եթե միլիոնը սեմ նորեն չփավեր, որ ասենք միլիոն անգամ ավելի լավ է, անփախտադելի է, այսինքն փորձենք հասկանալ ամբողջ ասենք երկրի կանցերը եւ փորձենք փախտadel այդ երկրին ամբողջ կանցերը չեմ գիտեր 3 հատիկ ավազի ասենք թե ուրեմն Աստծո խոսքը մեզի հույս կուտա որ անփախտadելի է, այսինքն նույնիսկ եթե շատ բաներ չենք հասկանալ աբակայի մասին, որոշ բաներ մեզի դրված է, որ հույսով թիմակրավենք, հույսով ակնկալություն ունենանք, որ եթե դերը բարի է եւ եթե դերը ողորմած է եւ մեզի կսիրե, այն ադեմ մեր աբական շատ ավելի լավ պիտի լա, քան թե ներկան եւ հետաքրքիր է, որոշ հավատացյալներ գսկան, որ այս կյանքի անցնին թեպի հավիտենականություն որոշ գորուստ մպիտի ապրին։ Կգարձեն, որ որոշ բաներ կա, որ այս կյանքի մեջ գսիրեն եւ կարծես թե այդ բաները պետք է մենք գործընծնենք, ադի քինն է վճարելու մտնելու Աստծո թագավորության մեջ։ Քան թե հասկանալու, որ այդ բաները, որ նույնիսկ այսօր մեզի համար հաճելի են եւ լավ են այս մեր կյանքի մեջ, այդ բաները կրնանք առնել եւ չեմ գիտեր միլիոն անգամ բազմապատկել եւ ավելի լավ պիտի լա ասենք աբակայի ասենք մեր իրականությունը կամ կյանքը ասենք հայերս հաջող լսած ենք այս նախատասությունը Աստված հոգին թող լուսավորե ժամանակ բիչի անցնենք եւ բիչի նայենք ինչու ասենք հայրը ասի գսեն բայց որոշ չափով քիչը գապ ունի մեր թեմային այսօր բայց ասենք հայկական ասենք լուսավորչական եկեղեցին աստվածապանության մեջ որոշ համարներ արած են Սուրբ Գիրքեն Adons վրա ավելցված է մի քանի ուրիշ քրություններ եւ որոշ մեկնաբանության ասենք ավանդություններ եւ այդտեղեն ասենք խորհուրդի եկած է որ գնանք մեգումը համար աղոթել որ Աստված մահեն հետո ադոր հոգին լուսավորե բայց այսօր երբ կխոսենք որ Աստված մեզի պիտի լուսավորե ինչու՞ չեմ ասել Աստված քու հոգիդ պիտի լուսավորե բայց Աստված քեզի պիտի լուսավորե քանի որ Աստված միայն մեր հոգիները պիտի լուսավորե բայց մեզի նոր մարմին պիտա եւ մեր ամբողջ էությունը ոչ միայն մեր հոգին բայց մեր ամբողջ էությունը պիտի լեցվի իր լույսով եւ ասե երբ ասենք թուն կամ ես պիտի լուսավորենք ուրեմն ինչ հիման վրա այս բանը ես կներկայացնեմ եմ այսօր եկեք սկսենք հետևյալով ուրեմն առաջին խոստումին որ գտնենք այսօր այդ խոստումն է որ օրբը հավատացյալը պիտի նմանի Հիսուսին
Ուրեմն եղբայրս եթե գրնաս բանալ առաջին Հովաննու 3, 2-3, ուրեմն առաջին Հովաննու 3, երկրորդ եւ երրորդ համարները, եւ եթե գրնաս մեզի կարդալ, Առաջին Հովանու 3 այո, եւ երկրորդ եւ երրորդ համարները։ Սա շատ եմ սիրում։ Սիրելիներ, հիմա Աստծո որդի ենք եւ տակավին հայտնի չէ թե ինչ պիտի լինենք, բայց գիտենք թե երբ որ նա կհայտնվի, նրա նման կլինենք, որովհետեւ կտեսնենք նրան ինչպես որ է։ Եվ ամեն ով որ այս հույսը ունի իրանում, սրբում է իրանց ինչպես որ նա սուրբ է։ Սա լավ տող հաջորդ տողնա։ Հետաքրքիր առաքյալը հոսքսե չենք գիտեր ինչ գերբարանք պիտի այս նոր մարմինը որ մենք պիտի ստանանք, այս նոր գերբարանքը որ մենք պիտի ստանանք, չենք գիտեր, քանի որ աստեղի մարմինը չէ, աստեղի գերբարանքը չէ։ Չենք գիտեր հաստատ ինչ է, բայց գիտենք որ երբ Հիսուս երևնա, երբ Հիսուս հայտնվի, իրեն նման պիտի ելանք, քանի որ իրեն պիտի տեսնենք ինչպես որ է։ Ինչպես որ է։ Այո։ Ուրեմն հետաքրքիր է ոս, չսեր որ մենք պիտի ըլլանք ասենք Աստվածներ, բայց կսե իրեն նման պիտի ըլլանք։ Ասիկը նշանակե որ Աստված հատկություններ ունի եւ որոշ հատկություններ ունի որ փոխանցելի են, գրնան փոխանցվել մեզի եւ որոշ հատկություններ կա որ չեն փոխանցվել մեզի, այսինքն մենք բիչի ունենանք Հիսուսի, ասենք, բիչի լանք ամենազոր, բիչի լանք ամենակետ, բաներ կա որ միայն Աստծո կպատկանի, բայց Աստված ուրիշ հատկություններ ունի, որ պիտի փոխանցվին մեզի։ Աստված սեր է, Աստված ողորմած է, Աստված սուրբ է։ Ուրեմն մենք պիտի ըլլանք գադարյալ սեր, մենք պիտի ըլլանք գադարյալ ողորմած, գադարյալ սևով սուրբ։ Արդար, այո։ Ուրեմն կհասկանանք որ երբ մենք մահով անցնենք թեպի մեր հաջորդ կյանքը, գալիք իրականություններու մեջ, այդ բաներեն մեկը որ պիտի լա մեզի, եւ հիմա չենք խոսիր որ ժամանակներու մասին երբ եւ այլն Հիսուս երկրորդ քարոզեն առաջ հետո, այդ բաները երկրորդական են։ Բայց այդ ամեն ժամանակները մեկ կողմ տնելով մահը պիտի հասնի, ուր մենք պիտի նմանենք Հիսուսի, որոշ հատկություններ պիտի հակվենք, ուրեմն հիմա նայենք ասի ինչ կապ ունի մեր այսօրվա այդ լուսավորումի նյութին հետ։ Աստծո հատկություններեն մեկը խոսեցանք քիչ դարբեր հատկություններ, քիչ առաջ, Աստված լույս է։ Ասի Աստծո հատկություններեն մեկը, չէ՞ որ Աստված սեր է, Աստված լույս է։ Եթե գրնաս Մատթեոս 17:2 մեզի համար գարտալ, եւ ասի մեզի կբացատրե մեկ համար մնե այլագերբությաններեն։ Ուրեմն ինչ կփանաս Մատթեոս 17:2 կարևոր է որ հասկանանք երբ Հիսուս մարմնացավ, այսինքն մարմին արավ եւ հակվավ մարդկություն, այն ադեն իր աստվածության հայտնությունը ասեմ բահեց, ծածկեց, խոնար գերբարանք արավ։ Բայց այլագերբության լերան վրա որոշ չափ այդ իր փառքին հայտնեց մի քանի առաքյալներով։ Ոչ ամբողջը, բայց որոշ բզդիկ չափ այսպես ինչպես որ ասենք վարակույրը փածավ խոցեց, որ այսպես բզդիկ այսենք նշույլը, բզդիկ այսենք նայվածքը տեսնենք, եւ եթե գրտեսի գարտալ Մատթեոս 17:2 եւ նրանց առջև կերպարանափոխվեցավ եւ նրա երեսը փայլեց ինչպես արեգակը եւ նրա հանդերձները լույսի պես սպիտակ եղան։ Ուրեմն գտեսնենք որ Հիսուսի էությունը լեցված է լույսով եւ իր մեջ երբեք խավար չի գա։
Եվ ինչու համար կար Աստված լույս է։ Հիսուս Աստված է, Հիսուս լույս է։ Հայտնություն Հովանու 1:16-ի մեջ պետք չունի կարդալու, բայց Հովանես երբ Պատմոս կղզի վրա գտներ, երևեն ցավը լսեց, ասի հայտնություն Հովանու 1:16-ի մեջ է, իդ կդառնա եւ հարության Հիսուսի գտեսնե, բիսե դեսիկ մը գտեսնե, բայց շատ հավանական է որ Հիսուսը որ հայտնվեց, այո, իրական, այսինքն հայտնվեցավ եւ գսե իր երեսը գսե գշողար արևի այդ լման լույսով ուրեմն Հովանեսալ դեսավ Հիսուս փառավորված եւ նորեն Հիսուս լույսով լեցուներ։ Հիմա միայն Հիսուս չէ որ լույսով լեցուն է, բայց եկեք հիմա երթանք Հովանու 1:4-ին եւ եթե մեզի համար գրնաս Հովանու 1:4-ը գարտալ եւ նրանով էր կյանքը եւ կյանքը մարդկանց լույսն էր եւ լույսը խավարում լույս է տալիս եւ խավարը չճանաչեց նրան։ Ուրեմն Հիսուս կյանքի եւ լույսի աղբյուր եւ մենք Հիսուսե կստանանք կյանք եւ լույս։ Հիսուս մեզի գուզե փոխանցել իր լույսը, գուզե մեզի դալ իր լույսը, ուրեմն եթե մեզի գուզե դալ կնշանակե որ կարելի է ստանալ իր մե լույս։ Բայց եկեք երթանք ուրիշ համարիմը առաջին Թիմոթեոս 6:16 եւ ուրիշ բանը պիտեսնենք Հիսուսի մասին հոս որ միայն նա անմահություն ունի անմատույց լույսի մեջ բնակված որ մարդկանցից ոչ ոք չտեսավ եւ ոչ էլ կարող է տեսնել նրան լինի պատիվ եւ զորություն հավիտյանս ամեն անմատույց նաեւ ուրիշ թարգմանության մեջ անմերձենալի բառն է օգտագործում։ Ուրեմն այս համարի մեջ կտեսնենք որ ոչ թե միայն Հիսուս լույս է, բայց մենք այսօր մեր այսօրվա մարմինները չեն գրնար դոգալ Հիսուսի ասենք եթե Հիսուս 100% բացահայտե իր փառքը իր եւ 100% մեծանի իր լույսի մեջ մենք չենք կրնար ադի դոգալ մեր գազմը այսօր չի դիմանար եւ ադոր համար անմրց ինչ փառք կորձած է անմերձենալի կամ անմատույց այո քանի որ չենք կրնար մոդենալ ինչպես որ ասենք 5 դագարանին մեջ երբ ասենք Սինա լերան վրա Մոսես բարձրացավ եւ նորեն հոտ Աստված լույսի մեջ բախվդազ էր այո եւ երևակայենք բահմը որ մենք Իսրայելի ժողովուրդն ենք ոչ թե միայն չգրցան մոդենալ Աստծո լույսին բայց չգրցան մոդենալ Մովսեսի երեսին որ ասենք գրնալալ այդ լույսին 1 միլիոներորդներ ուրեմն մեկը դորսին ծածկե երեսը չեն կրնալ որ մենք դիմանալ եւ այն adın ինչսին ասին նայ Մովսես մենք չենք բարձրանալ դերը թունքնա թուն խոսիր Աստծո ինչ որ պետք ունի անելու Աստված քեզի թողսե եւ հետո թուն մեզի ասե այս մենք գվախնանք այս լուսավոր Աստծո արչեւ գտնվելու ուրեմն գտեսնենք հոս որ ոչ թե միայն Հիսուս լույսի աղբյուր է բայց այսօրվա մեր գազմը չգրնար դոգալ չգրնար գանկնիլ Հիսուսի լույսին արչեւ եւ միայն իր շնորհքն է միայն իր շնորհքով է որ այսօր գրնանք որոշ չափով մոդենալ եւ որոշ լույս ստանալ Հիսուսեն բայց մահենանտին մենք խոստում ունենք որ մեր գազմը պիտի փոխվի եւ ասե որ Աստծո խոսքը գսե երբ կխոսի մեր լույսի ժառանգի մասին որ մենք պիտի լուսավորվենք
Այսինքն քանի այս մարմնի մեջ ենք ժամանակ եւ տարածության, մենք չենք կարող այդ լույսի մեջ տոկալ կամ դիմակայել, բայց եթե մտնենք հավիտենություն, Տիրոջ ներկայության մեջ Տերը մեզ թույլ է տալու, այսինքն ունենալու ենք այդ հնարավորությունը ամբողջովին ներծծվել այդ լույսի մեջ։ Այո, եւ այս իրականությունը դեղի ունեցավ Ադամ եւ Եվայի անկումի հետո, քանի որ քեզ առաջ կսե Աստված գքալեր բարդեզի մեջ։ Ուրեմն Աստված գրնար կամ հետեւյալը ասեմ, հագարակը ասեմ, Ադամ կամ Եվա գրնային գտնվել Աստուծո ներկայության մեջ։ Բայց մեղքեն հետո համը փոխվեցավ։ Հիմա դի ուրիշ թեմա է, բայց համը փոխվեցավ եւ մեղքեն անտին մեր գազմը քանի որ խավարը մտավ աշխարհի մեջ, քանի որ մեղքը մտավ, ըմբոստությունը մտավ, այն ադեն մեր գազմը այլևս չգրնար դոգալ Աստծո առջև։ Բայց օրմգա մահեն անտին, որ անոնք որ Քրիստոսի մեջ են, բիդի լուսավորվին եւ մեր գազմը բիդի փոխվի, ոչ թե միայն բիդի կրնանք դոգալ թիմանալ եւ վայելել Աստծո լուսավոր ներկայությունը, բայց մենք ալ բիդի լուսավորվենք եւ մենք ալ բիդի շոհանք Աստծո լույսը եւ Աստծո փառքը։ Այո։ Ուրեմն հիմա երթանք Կողոսացիս 1-ին, Կողոսացիս 1:12-ին, եթե գրնաս կարդալ, Եվ գողություն տանք հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սուրբերի վիճակի լույսումը, կամ սուրբերի վիճակի լույսին, այո։ արժանացրեց, այո։ Ուրեմն մենք աբակա ժարանք մոնինք եւ ասի լույսի ժարանք է։ Ամեն սուրբերը լույսի ժարանք ունին։ Ուրեմն ասիկը ինչ ցևով գրնանք ասի հասկանալ։ Առաջին հերթին ամեն մեր մասերը բիդի լեցվին Աստծո լույսով։ Այսինքն այլևս խավար մաս մբիչի լա մեր մեջը, այլևս մեր մեջը բաժանում բիչի լա փարի եւ չարի բաժանումներ, կամ սրբության եւ մեղավոր բաժանումներ, կամ լուսավոր մասեր մեր մեջը, կամ խավար մասեր։ Այդ երկությունը այլևս բիչի լա, դերը մեզի բիդի բժշկե։ Շատ լավ, վերջացրամ միտքդ հետո խոսանք։ Չէ, Կարծում ես լույսն ու խավարը նաև այս իմաստով կարող ենք հասկանալ, լույս նշանակում է հասկացողություն եւ խավարը անհասկացողություն, նաև այդ իմաստով, այսինքն երբ որ ամբողջովին լուսավորվենք, ուրեմն անհասկացողություն չենք ունենալու, մենք այդ Աստծո ամբողջական բնույթը մեզ համար հայտնի է լինելու այդ իմաստով նաև։ Այսինքն եթե չկա խավար, չկա անհասկացողություն այդ իմաստով։ Այո, եւ ավելի հեռու է գրնանք տանիր այս թեման, քանի որ դարբեր դեղեր նոր գդակարանի մեջ կխոսին լույսի եւ խավարի եւ դարբեր դեղեր ասենք մեկը մույսին թեմ, ասենք Աստծո խոսքը գլարե գծեցնե ասենք ես խավարի կորձերը եւ լույսի կորձերը եւ այլն, բայց Հիսուս բահով մեհդեվյալը ասավ մարդիկ կսիրեն խավարը, քանի որ խավարին մեջ իրենց չար կորձերը չբացահայտվիր, չծուցվիր, բայց կսե ան որ արդարություն կորձե գուքա լույսին։ Բայց մի տեղ էլ ասում է խավարում պահված գանձերը պիտի տամ քեզ, այսինքն սա էլ նաև այդ իմաստով որ այն ինչ որ չէիր հասկացել պետքա հասկանաս, նաև այդ իմաստով։ Այո, եւ երբ ասենք նոր գդակարանի մեջ երբ
հունարենեն թեպի ասենք հայերեն կամ անգլերեն կթարգմանենք, Parma դարբեր իմաստներ կրնա ունենալ, այսինքն խավար անպայման չնշանակել չար, բայց ասենք երբ արևը մարդ եւ խավարը կբնա, ասենք ադի ասենք չնշանակել որ իրգունը այսինքն չար ժամանակ մնա ցանկի ճիշտ է, շատ ճիշտ է, երբ խավարի կորձեր գսե եւ բայց ընդհանրապես հետաքրքիր է որ իրգունը շատ ավելի խավարի կորձեր կլան քան թե օրվա մեջ բայց ուրեմն պետք է հասկանանք որ խավար գրնա ասենք ծածուկ ծածկված ան երևելի դարբեր իմաստներ ունի բայց խոսի որ գխոսենք խավարի եւ մութի մասին գխոսենք խավարի այդ իմաստը որ հագարակն է լույսի լույսը գլուսավոր է լույսը ասենք Երևան գուտա գբացահայտե գհստակացնե ամեն ինչ եւ խավարը գբղդորե խավարը գշփոթե գխարնաշփոթե եւ գխանկարե լույսը գզանազանե ամեն ինչ հստակ է լույսը հիմա որ ես 56 տարեկան եմ ադեններ պետք է եթե ասենք բզդիկ դարեր պետք է նայեմ ասենք բանիմը վրա պետք է լավ լույսի դակ նայեմ որ լավ հասկանամ այդ դարերը ուրեմն լույսը այսինքն մեզի կօգնե որ ավելի հստակ տեսնենք ավելի հստակ հասկանանք եւ այսօր մեղքի պատճառով շատ անգամ հավատացյալը գրնա շփոթիլ եւ մեր մեջը շատ բաներ կան մասեր կան որ գնալիս մենք չենք հասկանար ինչու համար քանի որ թյուրին չէ միշտ լույսի արչև կալ վերջերս դունը գինես պանքնեց հայելիմը որ հայելին այսպես գլոր հայելի է շուրջը լույս կա եւ հայելի մեկ կողմը սովորական հայելի է մյուս կողմը 10 անգամ ավելի մեծ լսսն է խոշորացու այո խոշորացույց է ուրեմն օրը լույսը վարեցի եկա դու արչև մեկ հատ երեսը ասենք կնային եւ վայ դեսա երեսը ասենք այսպես 10 անգամ ավելի մեծ կդեսնե ասենք ամեն թերություններս մեջտեղ գելն ճիշտ է ուրեմն մենք ընդհանրապես գսիրենք բաներ որ ավելի մեզի կքեղեցկացնեն ավելի ասենք դքեր կամ անվայել բաները ասենք գմարե գհերացնե չենք սիրել այո չենք սիրել մեր թերություններում վրա ժամանակ անցնել անդրադառնալ մեր դգարությունները սխալները եւ այլն եւ ադոնք ասենք շնորհքի բերենք աստծո բերենք ուրեմն հաճախ լույսի մեջ ապրիլը այսօր դժվար է եւ նույնիսկ այդ հավատացյալները որ գսիրեն ասենք սրբությունը հետևիլ գիտեն որ եղանակներով հատի գնենք ադեներ դժվար է աստծո արչև գալսը դեր այս մասը քեզի գահանցնեմ ինձի բացահայտե ծծուր այսինքն ինչ եք ու կամքդ եւ մի անգամ են սուրբ ոգին կսկսի իր լույսով եւ աստծո խոսքով լույս բերել մեր կյանքի մեջ եւ թյուրին չէ ընդունել այդ լույսը հետո թյուրին չէ ասենք զիջիլ այդ մասերը մեր կյանքին ուրեմն լույսի մեջ ապրիլը ասենք կորձ է եւ շատ անգամ դժվար կորձ է եւ մարմինին հագարակ է բայց գիտենք որ մահեն անտին գադարիալ լուսավորում մգա որ աստված մեզի բիգի լուսավորի մեր ամբողջ անձը մեր ամբողջ էությունը եւ ասի շատ մեծ հանգիստ եւ հույս պետք է բերե մեր սրտերում մեջ գիտնալով որ նույնիսկ եթե մասեր կան որ այսօր գբայքարիմ թեր նույնիսկ ադեն երբ մեղքեր կա որ միշտ կգրտնվին իմ կյանքիս մեջ այո հաղթություն ունենամ դու մի անգամ են նորեն ասենք ամեն մեկից դգար գեդեր ունենք բայց գիտենք որ ադի հավիդյանս հավիդենից չէ եւ մահեն անտին օրը պիտի կա որ մենք պիտի լուսավորվենք պիտի լեցվենք աստծո լույս հայտնություն Հովանու քիրքին մեջ շատ հետաքրքիր բատկերմը մեզի դրված է եւ ոչ թե միայն մահեր անտին մենք պիտի լուսավորվենք
Բայց քալիք իրականություն մգա ուր Աստծո ներկայությունը պիտի լուսավորե ամեն ինչ ուրեմն եկեք կարդանք երկու մասեր կա որ հայտնություն Հովանու գիրքեն 21 եւ 22-րդ գլուխներեն պիտի կարդանք ուրեմն առաջինը հայտնություն Հովանու 21 եւ եթե գտնանք 23 եւ 24 համարները կարդալ Եվ քաղաքը ոչ արեգակի եւ ոչ լույսնի պետք չուներ եւ քաղաքը ոչ արեգակի եւ ոչ լույսի պետք չուներ որ լույս տան նրա մեջ որովհետեւ Աստծո փառքը լուսավորում էր նրան եւ նրա ճրագը գառն էր եւ փրկյալների ազգերը նրա լույսով պիտի գնան եւ երկրի թագավորները իրենց փառք եւ պատիվը կբերեն նրա մեջ Ուրեմն գտեսնենք երբ նոր երկինք եւ նոր երկիր պիտի կա նոր Երուսաղեմը նոր իրականության դակ պիտի ապրենք այլևս արևը եւ լուսինը պետք չունենք իբր լույսեր բայց Աստծո փառքը պիտի լա լույսը եւ քարնուկն է Հիսուս է մեր լույսը եւ ոչ թե միայն ադի Աստծո լույսով պիտի քալեն ասկերը ժողովուրդները երկրի կառավարիչները թագավորները իրենց փառքը պիտի բերեն այս նոր Երուսաղեմի մեջ ուրեմն կտեսնենք որ ոչ թե միայն մենք պիտի լուսավորվենք բայց ամեն ինչ պիտի լեցվի Աստծո լույսով փամը բիչիելա որ պիտի հերուլա Աստծո լույսեն ուրեմն ամեն ժողովուրդները պիտի քալեն Աստծո լույսով ամեն ինչ Աստծո լույսի դակ պիտի այսինքն ովևէ մեկ ծևով խավար բիչի լահոտ Գիտես մի հետաքրքիր խոսք է, ես չեմ հիշում որտեղ է, չգիտեմ պատրաստել ես այդ խոսքը թե ոչ, բայց Աստծո լույսի մասին այսպիսի բան է տալիս միտք, ասելով որ Աստծո լույսի մեջ շողք չկա, շողք Տես օրինակ երբ որ մենք արեգակին հակառակ ենք կանգնում, մեր շողքը գետինն է ընկնում Իսկ այս դեպքում շողք անգամ չի լինելու այդ իմաստով Այսինքն ես համաձայն եմ քո այս խոսքի վրա այսինքն շողք անգամ չի լինելու Այո դարբեր դեղեր ասենք հին եւ նոր գդակարանի մեջ կխոսի ասենք նույնիսկ ասենք դարբեր դեղեր կարծեմ նշույլ գսե նշույլ ասենք փարգը կորզազեն թարգմանելու ասենք այդ շուկը որ ծևոմը ասելով որ այսինքն նույնիսկ բզդիկ այո ասենք ոչ թե միայն խավար չի գա բայց նույնիսկ ասենք լույսին յետևի այդ շուկը չի գա շուկը շողքը այո շատ կարևոր է այո ուրեմն ասենք ուրիշտեմը գսե Աստծո մեջ ասենք փոփոխության նշույլ մը չի գա ուրեմն ամուրիշ տեղեր շողց է շուկ եւ այլն ուրեմն ծևով մսերով որ Աստված երբեք անփոփոխ է այսինքն երբեք չփոխվի նույնիսկ մեջ այսինքն բզդիկ փոփոխության բանը չի գա եւ հոս այո նույնիսկ Աստծո լույսի նկատմամբ որ այսինքն դեր մը չի գա քալիք իրականություններու մեջ մահեն անտին որ պիտի գրնանք բախվդիլ Աստծո լույսեն շատ եւ ասոր համար է որ մեր գազմը պիտի փոխվի ասոր համար է որ չենք կրնար անլուսավորված մտնել Աստծո շարանքին մեջ Սա շատ կարևոր է այս խոսքը այո Այսինքն մեր լուսավորումը սկսվում է այս ֆիզիկական կյանքում Այո, ասենք հիմա մեծ զանազանություն կա ինչ խոսք ապրինք Այո, շատ, այո Եվ մեզի դիլա ասենք մահեն հետո Այո Եվ ընդհանրապես ասենք քանի որ մեր ժամանակը հարաճ կերտա հիմա գուզեմ մահեն աստին կալ ուրեմն կալ այսօրվա մեր կյանքին
Որոշ չափով տեսանք, որ մենք պիտի լուսավորվենք, որոշ չափով հասկացանք ինչ է մեր ժառանգը, եւ իմ աղոթքս է եւ նպատակս, որ ամեն մեկ որ այսօր մեզի գլսե, ասի մեր սրտերուն մեջը նոր հույս մստեղծե, գիտնալով որ հիանալի աբակա մգա մեր արջևը, բայց չունենք վախով մտածել թեպի մեր աբակա, բայց մեծ ակնկալությունով, մեծ հույսով, մեծ երանտով։ Գիտնալով որ նույնիսկ եթե ամեն ինչ թեր լավ չենք հասկացած, քանի որ Աստված մեզի ամեն ինչ չէ բացատրած, բայց բարձավես մեզի տված է այն բաները, որ ինքը ուզած է մեզի փոխանցել, Աստված իր ամենագիտության մեջ որոշած է ինչ բաներ մեզի պիտի փոխանցե, բայց շատ ուրիշ բաներ կան, նույնիսկ Հիսուսը սա աճ չտեսած, սա ագանջ չլսած եւ այդ բաները Աստված պատրաստել է իր սիրողների համար։ Իր սիրողների համար, բայց որոշ բաներ մեզի կուտա, որ մեզի քաչալեր է եւ նույնիսկ ադեներ իբր հավատացյալ գտնալալ հարցում մեզի հանցնենք եւ ասենք դեր մինչև երբ պիտի բայկարիմ այս մեղքի մարմինին հետ մինչև երբ իմ մեջս խավար մասեր պիտի լա մինչև երբ այսինքն լույս եւ խավարը պիտի բայկարի իմ մեջս well երբ դերը մեզի հանգստյան պիտի կոչի այդ հանգստի մեջ երբ մեզի պիտի լուսավորե այն ադեն գադարիալ հանգստի մեջ պիտի լան քանի որ այլևս բայկար չի գա այլևս խավարի եւ լույսի բայկար բիչի լա գադարիալ լուսավորված պիտի լանք եւ մեր գազմը պիտի փոխվի ոչ թե միայն մենք պիտի լուսավորվենք բայց պիտի կրնանք գտնվել Աստծո գադարիալ փարքին տակ կամ փարքի մեջ այո հիմա այս ամբողջը հասկանալով երբ նայենք աբակային Եվ նայենք այդ փարավոր աբական, որ մեզի համար պատրաստված է, բողոք արակյալ հաջախ աբական գոկտակորձ է, որ հավատացյալներուն քաչալեր է, որ քանի որ հավատացյալը գաբրի մեկ ոտք այս աշխարհի մեջ է մեկ ոտք քալիք իրականության մեջ, Սուրբ Հոգիով, որ գաբրի մեր մեջը, եւ Սուրբ Հոգին որոշ չափ մկալիկ իրականությունները գներկորձե մեր մեջ այսօր բնե։ Եվ իբր հավատացյալներ երկու զայրահեղ գեցվածներ կան, որ երկուքն ալ առողջ չեն։ Առաջինը հավատացյալներ կա, որ իրենց համար միակ մեկ սպասելիք ունին այս երկրի վրա, որ դերը իրենց մեղքերը ներած է, եւ ուրիշ ովևէ մեկ ուրիշ այսինքն սպասելիք չունին։ Եվ բարձրապես գիտեն, որ օրը պիտի մահանան եւ դա ամբողջ մյուս խոստումները, որ Հիսուս իրենց տված է, հոտ պիտի կատարելագործվի։ Այսինքն փրկվեն։ Մենք բանը փրկված ենք այս իմաստով։ Այո, փրկված ենք, երկինքի մեր թուղթը ունենք, այո, չենք սրբակորձված եւ այլն, մարդ ենք, մեղք կորձենք, օրը ամեն ինչ, այսինքն դեր պիտի դասավորե Եվ ադի հագասրբային եւ սխալ սրբի գեցվածք է, սակայն մույս զայրահեղությունն է, որ անցիկ կգարձեն, որ իրենց ցերկով պիտի բերեն Աստծո թագավորությունը։ Այսինքն կգարձեն, որ ինչ որ հայտնություն Հովանու քիրքի մեջ գրված է կամ ուրիշ տեղեր, ադի այսօր իրենք պիտի կրնան անել։ Եվ այդ տեսակի հավատացյալներն ալ վերջ-վերջով խուսահապ կլան, քանի որ կհասկանան, որ այդ ամբողջ քալիք իրականությունները Հիսուս է որ պիտի բերե, սակայն որոշ չափով եւ որ դերը կորոշե եւ դերը կսահմանե, մենք կրնանք վայելել որոշ իրականություններ։ Քալիք աբակային եւ հատկեց ավելի դերը մեզի գանչած է որ մենք նշաններ ըլանք քալիք իրականություններու։ Երբ անցիկ Աստծո ժողովրդին գնային այսօր որոշ համ մկարնեն երկինքի քալիք իրականության նկատմամբ եւ ադի իրենց գհրաբուրե որ հարցնեն հեյ քու մեջդ հույս մգա քու երեսիդ վրա շնորհք մգա քու երեսիդ վրա փայլք մգա լույս մգա քու վրատ ինչ է ասի գնաս ինձի փասադրել ուրեմն հավատացյալը գանչված է որ Աստված շնորհք կուտա
եւ խնդրելու եւ քալելու որոշ այս իրականություններում մեջ եւ այս ասենք այս խորհրդի վրա եկեք իրարու հետ կարդանք, եթե գրնաս կանալ երկրորդ Կորինթացիս 4:6 4:6 Այո, Որովհետև Աստված, որ ասես, թե խավարից լույս ծագե, ինքը մեր սրտերի մեջ ծագեցրեց Աստծո փառքի գիտության լուսավորությունը տալու համար Հիսուս Քրիստոսի դեմքումը։ ուրեմն գտեսնենք խոսեցանք, որ Աստված լույս է եւ ոսկս է նույն Աստվածը, որ ամբողջ ստեղծագործությունը ստեղծեց խավար էր, մութ էր, խոսեց եւ լույս եղավ, նույն Աստվածը բիդի մեր սրդերուն մեջ փայլեցնե, մեզի բիդի դա իր գիտության լույսը, իր փառքի լույսը Քրիստոսի միջոցով։ Ուրեմն հավատացյալը գանչված է խնդրելու, փնտրելու Աստծո թագավորությունը եւ որ չափ որ եւ այսօր մենք կապրինք որոշ խոստումներ, որ 5 դագարանին մեջ մարգարեները դված էին, բայց Հիսուսի միջոցով մենք ժառանգեցինք։ Ըլա Երեմիայի մեջ, ըլա Եզեկիելի մեջ գսե ես իրենց պիտամ նոր սիրտեր, իրենց սրդերու մեջ պիտի քրեմ իմ օրենքս եւ այլևս բիչի իրարու թաստի արագեն, բայց բիդի թաստի արագվին։ Ուրեմն մենք Սուրբ Օքինը ստացած ենք, այս խոստումները այսօր ունենք։ Աստծո լույսը արդեն վարած է մեր սրտերուն մեջ եւ որ չափ որ հավատացյալը ժամանակ անցնե Աստծո հետ մխրջվի Աստծո խոսքին մեջ ավելի գստանանք Աստծո լույսը եւ այդ խավար մասերը որ մեր մեջը կա գսորվինք կամած փերել Աստծո արչեւ եւ այլևս չբահել իր մե այդ մասերը թյուրին չէ որոշ այսինքն քաչություն գարնե քան թե աթամի բես փախինք Աստծո բայց քանի որ մենք շնորհք ստացած ենք Հիսուսի միջոցով բեչունինք ամոթի մեջ բախվդելու գրնանքալ եւ ասել դեր եւ ես ժամանակին այդ մութ մասեր իմ կյանքիս մեջ եւ ունեցած եմ զանազան շղթաներ իմ հավատացյալ կյանքիս մեջ եւ նույնադեն ասենք հոգեվոր հավատացյալ եմ բայց նույնադեն որոշ մասեր կան կյանքիս մեջ որ լրիվ հանձնված էի թշնամին եւ ասի շատ մեծ վախ եւ շատ մեծ ամոթ կբաչարեր ինձի բայց որ մեկա որ սորվեցա որ քան թե փախիմ Աստուծո մե քան թե բահեմ այս մասերս իր մե արաքյաներին չսին դերսին որու երթանք թուն ունիս կյանքի խոսքերը ուրեմն ասի դեր ես հիմա գգանքնիմ արդար թադավորին արչև գիտնալով որ երբես խոստովանի մի մեղքերս այդ թադավորը ինձի պիտի արդարացնե ուրեմն դեր ար այս գոդրված մասը ար այս մասը որ արդեն խավարի հանձնված էր դարիներ առաջ որ ես դարձակ ու զավակդ եւ դեր ինձի ազատագրե այս խավարեն դեր ինձի ազատագրե այս շղթայեն եւ դեր ես կհավատամ որ թուն գրնաս ասինել ուրեմն մենք կանչված ենք լույսի զավակները լալ եւ սկսիլ քալել այդ լույսին մեջ նույնիսկ եթե գադավոր այդ լուսավորումը աբակայի մեջ պիտի կա նորեն գրնանք սկսիլ քալել եւ կանչված ենք քալելու իբր լույսի զավակներ եւ ոչ խավարի զավակներ եւ մեկ համար մթեր եթե մեր ժամանակը ները եթե գրնանք նայել այո սիրով նորեն երկրորդ Կորինթացիս 3:18-ի մեջ է 3:18 այո երկրորդ Կորինթացիս 3:18 բայց մենք ամենս բաց երեսով Տիրոջ փառքը ինչպես հայելու մեջ տեսնելով նույն պատկերի նման կերպարանափոխվում ենք փառքից դեպի փառք ինչպես թե Տիրոջ հոգուցը ուրեմն 5 դագարանին մեջ չէին գրնար երես հանդիպում Աստծո հետ
բայց Հիսուս հանեց այդ արգելքը եւ գսե քանի որ հիմա այդ արգելքը այդ մեղքի բադը այդ մեղքի վարակույրը Հիսուս բادرեց, քանթեց, հանեց մենք հիմա գրնանք քալ եւ որոշ չափով վայելել Աստծո փառքը եւ երբ քանք եւ Աստծո արչեւ գտնվենք երբ բերենք այդ խավար մասերը մեր կյանքին եւ Աստծո արչեւ բերենք այն ադեն փոփոխություն կսկսի եւ մենք կսկսենք փոխվել եւ նմանիլ ալավելի իր բատկերին ամեն քիչ առ քիչ գերտանք փառքե փառք մինչ գշարնագենք եւ ասե երբ կսենք լույսի մեջ ապրիլ կնշանակե ինչ որ խավար կա մեր մեջ երբ անդրադառնանք ադի լույսի մեջ կբերենք մենք չենք որ պիտի ազատագրվենք լույսեն խավարեն բայց մենք պիտի մեր ազատ կամքով բերենք այդ խավար մասեր Աստծո առջև եւ շնորհք խնդրենք Աստծուց մե քանի որ ինքն է որ պիտի լուսավորե այդ խավար մասերը ամեն Ալելույա Շայախբայր շատ հրաշալի գիտես շատ լավ կապեցիր այս ֆիզիկական աշխարհի մեջ լուսավորվելու եւ դառնալու լույս որովհետեւ մենք գիտենք այս երկնքի արքայության Աստծո այսպես սկզբունքը որ ինքը շատ տեղեր կա դրա մասին որ ասում է մեկ լինենք Հիսուսը խոսում է մեկության մասին այսինքն Աստծո հետ մեկ լինել ասում է ես մեկ եմ հոր հետ եւ դուք էլ մեր հետ մեկ եք այսինքն սա հենց այդ լույսի մասին է խոսում որ դառնում ենք այդ լույսի մասնիկը եւ գիտես մտքումս մի բան անցավ որ կուզեմ շատ տպավորվեցի նաեւ այս խոսքով Դանիել 12-ի երրորդը ինչ շատ տպավորեց այն իմաստով որ այստեղ լույսի կարևորության մասին է խոսում եւ դերի մասին այսինքն գիտես լույսը ինքնանպատակ բան չի լույսը կարիք է լույսի պահանջ կա այսպես ասած պահանջն է որոշում ոնց են ասում մի հատ բառ կա տենց պահանջակն է որոշում առաջարկը այսինքն լույսի պահանջ կա եւ առաջարկը Տերը արեց այդ լույսի կարելի է այսպես ասել եւ ինչ եմ սա ասում որովհետեւ եթե մենք լույս ենք դառնում սա ինքնանպատակ չի սա նպատակ ունի լույս ենք դառնում որպեսի ինչ լինի որպեսի լուսավորենք Եվ այս խոսքը հենց այդ իմաստով է սիրեցի, որ ասում է իմաստունները պետք է փայլեն երկնքի հաստատության լույսի պես, եւ սա շատ կարեւոր է, շատերին արդարության առաջնորդները եւ լույսի պես եւ շատերին արդարության առաջնորդողները աստղերի պես հավիտյան ուրեմն հավիտյանս այսինքն ինչա կատարվում լույսը այն Ուրեմն արեգակը ինչքան է մեզ պետք, չէ, որքան կարիք ունենք նրա։ Արեգակը եթե չաշխատի, մենք երիտասարդի վրա մարդ չի մնա, այսինքն կարիքը պահանջում է դա եւ իմաստը սա է, որ եթե ես ասում ես լույսի որդի եմ կամ լույսի մեջ եմ, սա իմ համար չի, որ իմ համար լավ լինի։ Սա շատերի համար է, որոնց պետք է առաջնորդի դեպի լույսը։ Այսինքն մենք բան գործ ունենք անելու, նաև այս իմաստով ինչ կասես։ Այո։ Որովհետև եթե միայն մենք խոսանք, որ մենք լույս ենք եւ չխոսանք, որ նաև առաջնորդող այդ լույսը առաջնորդող, ուղղորդող, ուրեմն իր մեջ գործողություն ունի, նշանակում մի փոքր մի տեսակ էգոիստական բան է ստեղ ձևավորվում։ Եսակենտրոն բան է դառնում։ Այո։ Ասենք հիմա քուսածը կրդամ գաբել, ասենք Հիսուսի վերջին հրամանին հետ։ Գնացեք։ Ամեն հեղինակություն, ամեն իշխանություն երկինքի եւ երկրի վրա ինձի դված է, եւ սա քացեք եւ աշակերտեցեք։ Ուրեմն
մեզի հետո նա ասենք ուրիշ օրինակ մտամ բանի արագը քառնուկներու եւ հայրենով այծերու այո այծերի այծերի եւ քառնուկներու եւ քառնուկներուն Հիսուսին չսավ ես հիվանդ էի դու ինձի այծերեցիր ես փանդի մեջ էի եւ ինձի այցելեցիր ես անոթի էի դեր եւ ինձի այցելեցիր եւ գիտես եղբայրս երբ մենք լույսի մեջ կապրինք ադի չնշանակեր որ մենք հիանալի ճաշտողներ կդառնանք որոշ անցիկ այրենց համար թիվ 1 չափը այսինքն ասենք որ չափ լավ կբաշտենք եւ երբ մգանքներով գսե եւ ասի Հիսուս է գխոսի եկեղեցին գսե ինձի համար կարեւոր չէ գսե եթե ծեր փարապանությունը գրնա մերելներուն հարություն դալ ես ցեզի կհարցնեմ գոր դուք ծեր գիները զավակները գսիրեք ուրեմն այս լույսի մեջ ապրիլը շատ կորզնական բան է շատ Եվ գնշանագե եթե ես կդեսնեմ իմ եղբայրս եւ քույրս եւ ինքը դժվարության մեջ է այդ անձը որ լույսի մեջ կապրի այդ անձը գիտե որ այսինքն եթե ես հանգիստ եմ եւ եղբայրս կամ քույրս կամ ծրասիս հանգիստ չէ ադի մեզի կներե միանշանակ բայց երբ մեր հաշվին չկար այդ ծևով ապրիլ այն ադեն կսկսենք ավելի բարեկամանալ խավարին հետ քանի որ խավարը կբղդորե հստակ ասենք խոսքերը աստծո խոսքին այն ադեն ուրեմն ինչ ծևով գրնանք խավարի հետ բարեկամություն անել կսկսենք հետեւյալ հարցումները հարցնել ով է իմ ծրասիս ուրեմն ասի սուրբ գրային հարցումն է հագա սուրբ գրային բայց սուրբ քիրքի մեջ այդ բարեկա ով է իմ ծրասիս ինչպես որ բիղադոսը սավ գիտես ասենք ինչ է ճշմարտությունը ուրեմն քրիստոսոփայական հարցումներով գրնանք սպաղվել եւ բաճարապանություններ ասենք գտնենք քան թե ասենք օքեյ դեր եւ քիչ քիչ առաջ խոսեցանք աստծո հատկություններուն մասին որ փոխանցելի են եւ մեկ հատկություն մը որ ադա փոխանցելի է բայց շատ չենք սիրել մեր հաշիվին չկար Աստված զոհեց իր որդին ուրեմն Աստված ուզե որ մենք ալ զոհությունով ապրենք մեր կյանքը միանշանակ ուրեմն եթե գուզենք Աստծո նմանիլ կնշանակե որ զոհաբերության մեջ ալ մենք պետք է աճենք եւ մեծնանք ուրեմն որոշ քին մգա որ պետք է վճարենք եւ Պողոս Արաքյալ այսինքն իր ցանկը կբացատրե գսե ինչու այս ամբողջ բաները գնեմ ինչու գսե քանի անգամ նավակը պիտի ընկղմեր չեմ գիտեր օսերով խայտվեցավ գսե վայրի կազաներով հետ բայկարվեցավ փանդարգվեցա ձեզվեցա գսե եթե Հիսուս հարություն չարավ այս ամբողջը իզուր է ուրեմն քանի որ ինքը համոզված էր որ Հիսուս հարություն արավ եւ ասի ամեն ինչ կփոխե այն ադեն ինքը պատրաստ էր ամենամեծ զոհաբերությունը անել նույնիսկ երկրորդ Կորինթացիցի մեջ գսե ոչ թե միայն գսե ես ցեզ մեջ չարի ասենք նյութական տրամ բայց գսե աշխատելով գսե ես իմ պետքերս հոգացի եւ անոնք որ հետս էին ուրեմն նա ինչ զոհաբերություն ինքը գիտեր իբր Արաքյալ գրնար քալ եւ ասել քա ուրիշ տեղ գսե թե մեկը պիտի աստծո խոսքով իր կյանքն պետք է վճարվի եւ այլն տարբեր երկու դեղեր մեջ ֆերում գրե բայց նույնիսկ ուրիշներուն ասհարամանը դալով ինքը ավելի զոհաբերությունով իր կյանքը գաբրեր գաշխատեր մի ուրիշ տեղ ասում է ես պատրաստ եմ անեծք վերցնեմ իմ վրա իմ ազգի համար պատկերացնում ես անեծքի տակ էր պատրաստ մտնելու բայց իր ազգի փրկության համար սա շատ ուժեղ բան է ամեն թեման կարելի է շատ գիտես դու ոչ թե գիտես դու ոչ թե թեմա բերեցիր քարոզեցիր որ մենք հասկացանք այլ դու մեզ թեմա տվեցիր որ մենք դրա մասին
մտածենք, խորհենք, փորձենք իրոք բացահայտել լույսի կարևորությունը մեր կյանքում, որովհետև դա կենցաղավարություն է փոխում մեր կյանքի, այսպես ասած, ոնց ասեմ, ամեն մարդ իր կենցաղավարություն ունի կյանքի, պանդխտության մասին ես խոսում, դու խոսում ես մի կյանքի տեսակ, որ մարդը այս աշխարհի մեջ ապրում է նյութական, նա աշխատում է, նա ձեռք է բերում, նա վաստակում է, բայց նրա ուշքն ու միտքը հավիտենության երկինքն է, Աստծո ներկայության մեջ լինելն է, այդ տեսակ մարդու վարած կյանքի տեսակը շատ տարբեր է, նա ոչ մի ձևով արմատ չի գցում այս աշխարհի որևիցե մի բանի հետ, որովհետև կապված է երկնքի հետ, մի տեսակ դու այս կապվածության մասին ես խոսում, մեր սրտի մեջ դա ճրագի պես պետքա վառվի, որ մենք լուսով որդիներ ենք, վերջապես մենք կանչված ենք ուրիշ տեսակ կյանքի համար, չգիտեմ, գիտես Շահ եղբայր, իրավունքների հարցը նաև մեջտեղ գալիս, մարդիկ ամեն ինչ անում են, որ իրանց իրավունքները պաշտպանեն, ամեն տեսակ ծայրահեղ քայլերի կարող են գնալ, որպես իրանց իրավունքները պաշտպանել, եւ մի հարց էլ կա այստեղ, շատ բաներ կա, որ մենք եթե անենք, դա մեղք չի, բայց եթե մենք լուսով որդիներ ենք, մենք իրավունք չունենք դա անելու, չգիտեմ, պատկերացրի ինչի մասին եմ խոսում, մի քիչ թեման բարդանում ավելի, լուսով որդիները շատ այսպես իրանց իրավունքների հետևից չեն բազում, նրանք ավելի շատ փորձում են իրանց շրջապատի իրավունքները պաշտպանեն, ուղղորդելով նրանց դեպի Քրիստոս, չգիտեմ, ասենց խոսում եմ էլի, մտածելով բարձրաձայն, բայց շատ մտածելու թեմա տվեցիր մեզ, Շահե ջան, շատ փորձեցի շատ չմսել այս համարները, բայց ավելի ասենք նպատակը էր, որ ավելի մեր մեջը ասենք ախորժակը հույս մծակի եւ մեզի ասենք նույն ադեն քաչադերը աբակայի նկատմամբ եւ հույստա եւ եթե վախը քիչ մփարադե եւ նույն ադեն մեզի մղե որ մեր այսօրվա կյանքը այս ժամանակի մեջ որ հիմա գաբրին գիտնալով որ մեր աբական ասե ինչպես պետք է այսօր լույսի ասենք մեկը որ պիտի լուսավորվի այսօր ինչպես կրնա լույսի զավակը լալ ինչպես պետք է իբր հավատացյալ ալով մեր աբական ամեն Շահ շատ շնորհակալ եմ շատ իրոք հրաշալի թեմա էր ես ինքս էլ գիտես ինձ այսօր մտածելու նոր այսպես թեմա տվեցիր խորհելու դրա վրա ես սիրում եմ շատ մտածել խորհել ուր էլ գնամ ինչ էլ որ անեմ սիրում եմ մտածել միշտ սրտումս պահել ես խոսքու վերլուծել որովհետև լուսավորությունը վստահ եմ ինձ հետ կհամաձայնվես մեր լուսավորություն ուղիղ կապ ունի թե որքան ենք մենք խորհում Աստծո խոսքի շուրջ եւ որքան ենք սիրում վերլուծել Աստծո խոսքը հասկանալ դրա կարեւորությունը կյանքի բովանդակությունը որ ամբողջովին պարունակում է այդ մեջ Աստծո խոսքը որովհետեւ նա կյանք է եւ շատ զորավոր է եւ այդ դեպքում է որ մենք լուսավորվում ենք Ամեն Շնորհակալություն եղբայր եթե կոչ ունես արա եւ քո աղոթքով ավարտենք Okay, աղոթենք եւ եթե ասենք սերվիս մեջ կոչ կա գնեմ Սիրով աղոթենք Դեր Հիսուս քեզի փառքուդամ որ հաստատ ամեն ինչ չենք գիտեր աբակայի նկատմամբ բայց գիտենք որ հիանալի բաներ մեզի համար պատրաստած ես մեզի փառավոր մարմին մը պատրաստած ես Եվ դեր քեզի փառքուդամ որ այդ բայկարը որ այսօր ունենք մեղքի եւ արդարության միջև այդ բայկարը մահեն անտին այլևս բայկար բիչիլա ամեն մեզի պիտի լուսավորես դեր այլևս մեր մեջը դեր մեղքը խավարը ովևէ մեկ դեր բիչի ունենա
եւ պիտի մխրջվենք քու գադարիալ լույսիդ մեջ քու հանգիստիդ մեջ դեր ով դեր Հիսուս քանի որ այս տեսակի հիանալի ժառանգ մեզի դված ես ով դեր Հիսուս քու շնորհքը դուր Սուրբ Հոգի կորձե մեր մեջ որ գրնանք քալել իբր լույսի զավակներ եւ ալան քու լույսը դեր ամեն մեկերնուս սորվեցուր ադի ինչ կնշանակե մեր կյանքերուն մեջ ամեն մեր բարականերու մեջ եւ դեր Հիսուս մեր որոշումները դեր մեր կյանքի ընթացքը մեր քայլվածքը քո արչեւդ կբերեմ եւ գաղութեմ դեր նույնիսկ եթե շատ անգամ մեր հաշվին չկար լուսավոր է դեր մեր ճամփաները լուսավոր է այդ մասերը մեր մեջ որ թեր խավարի ասեսության դագ է ըլլա դեղյակ են կամ ըլլա դեղյակ չենք դեր այդ մասերն եւ այո դեր գիտենք որ միշտ դեր թույն չէ միշտ հանգիստ չէ լույսի դակ գտնվել բայց դեր Հիսուս գիտենք որ լավակույնն է ամեն ամեն դեր որ խավարը երբեք չգրնար մեզի հակեցնել երբեք չդար այդ խոստումն խապկանք է դեր խավարը ուրեմն դեր որ լույսի մեջ քալենք գիտնալով որ նույնիսկ եթե դժվար է նույնիսկ եթե դարբեր է նույնիսկ եթե դարօրինակ պիտի լա մեր կյանքը մեր տրասիներուն նկատմամբ դեր բախտadելով բայց գիտենք որ շիդակ չամփու վրա ենք դեր ամեն եւ դեր Հիսուս այս հիանալի խոստումը Դանիելի մեջ օգնե մեզի դեր որ մենք շատերու առաջնորդենք թեպի արդարություն ամեն դեր ով դեր Հիսուս աշնորհքը կխնդրենք քեզ ամեն օգնե մեզի դեր որ մեր սիրտը եւ մեր աչքը միշտ լարված լա թեպի դուրսը թեպի ուրիշներուն եւ չլանք դեր անձնագետրոն չլանք անձնասեր մեր կյանքի մեջ եւ մեր հավատքի մեջ քուշնորհքը դեր եղբայրներուս եւ քույրերուս համար դեր ամեն եւ դերի մագուս աղոթել եղբայրներուս ու քույրերուս համար որ անոնք որ քեզի կպատկանին դեր բայց անորոշության պատճառով կամ վախ ունին աբակայի նկատմամբ դեր Սուրբ Հոգի աղոթեմ այս հիանալի խոստումները դեր քու խոսքիդ մեջ լահին լանոր գդագարանին մեջ այս խոստումներով Սուրբ Հոգի մխիթարե ամեն դեր եղբայրներուս ու քույրերուս լեցուր հույսով աբակայի նկատմամբ դեր եւ ինչ վախ որ գա փարադե եւ այդ դեղը որ այդ վախը գարներ այդ դեղը դեր տուն լեցուր դեր նոր երանթով եւ նոր դեսիլքով որ ըլլան լույսեր եւ ուրիշներու առաջնորդեն թեպի քեզ եւ քո արդարությունը դեր Հիսուսյանով ասիլաոթեմ դեր ուրախ ենք դեր որ մեզի համար հիանալի աբակամը դեր ունես եւ օգնե որ լավ հայրիներ լանք հիմա այդ քալիք իրականություններուն շնորհք դուր մեզի Հիսուսյանով ասիլ խնդրենք դեր քուվրատ կախյալենք դեր ամեն Հիսուսյանով ամեն 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 վաու հարգես դեր դու հրաշալի ես դեր ամեն սքանչելի լույս անմերձենալի որի հետ մեզ արտոնել ես դեր մեկանալ նույնականանալ այդ լույսի հետ եւ դառնալ լույս սա հրաշք է մարդիկ հրաշք են ման գալիս բայց ինք արդեն կա մեզ տեսնելա պետք Փարտիրոջ շայխբերս շնորհակալ եմ իմ լույս եղբայր իմ լույսը եղբայր լույսերեն եղբայր տերորդի քեզ շատ այո ես հավատում եմ որ Աստված մեզ լուսավորում է ոչ թե մեր համար, այլ առաջնորդելու իբրև լույս, մարդկանց առաջնորդելու դեպի լույսը, որ նրանք էլ լույս դառնան Հիսուսի անունով եւ իհարկե մեկանալ այդ լույսի հետ եւ դառնալ լույս, սա մեծ փառք եւ պատիվ է, սա է փառքը հավատացյալի Տերորնի քեզ եղբայր, սիրում ենք քեզ շատ եւ դու շարունակիր լավ թեմաներ մեզ համար պատրաստել հաջորդ
անգամները, որ նորից միասին լավ հրաշալի ժամանակ ունենան, եղբայրս, Տեր օրհնի քեզ շատ, բոլորին բարևներ։ Նույնպես։ Եթե Տերը սրտիդ խոսքա դրել, մենք սիրով կարող ենք լսել։ Ուրիշ բան չունիմ։ Շատ լավ եղբայրս, բարդիրոջը։ Սելի բարեկամներ, այսպիսին էր մեր եթերը, Տեր օրհնի ձեզ շատ, մնացեք խաղաղությամբ, իսկ մենք կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին։ Մարանաթա, Տերը շուտով գալու է։